Չգիտեմ, ժամանակ չունեցող մարդկանց հետ արդեն իմ այստեղն է հասել։ Արդեն ես չգիտեմ այդ մարդկանց հետ ոնց վարվեմ։ Մեծ հարց տամ, էլի։ Մարդ ես, արդեն 10 տարի է ես քեզ ճանաչում եմ ու դու ժամանակ չունես։ Երբեք ժամանակ չունես, միշտ զբաղված ես, միշտ կարևոր գործերի մեջ ես ու միշտ քո րոպեները հաշված են։ Հարց եմ տալի։ Այս 10 տարվա մեջ ինչի ես հասել դու։ Ինչ արդյունքներ ունես։ Ոնց որ չբավարարված ես 10 տարի առաջ, նույն ձևի չբավարարված ես հիմա։ Ոնց բացատրեմ ես այս մարդկանց, որ այդ զբաղված լինելը որևէ առավելություն ձեզ չի տալի։ Դա հիմարության նշան է։ Անընդհատ զբաղված լինելը, երբեք ժամանակ չունենալը, երբեք զանգերին չպատասխանելը, երբեք SMS-ներին չպատասխանելը, դա հիմարության նշան է, դա անհաջողության նշան է, դա վատ նշան է։ Ես չեմ կարող հասկանամ, այդ ինչ մոլուցք է զբաղված Երևալու։ Այդ ինչ մոլուցք է, այդ ինչ եք ուզում դրանով դուք ապացուցեք։ Գոյություն ունի ժամանակի մենեջմենթ։ Դուք չգիտեք օրվա մեջ քանի ժամ կա։ Դուք չգիտեք քանի ժամ եք դուք քնում։ Միթե դժվար է կառավարել ձեր ժամանակը այնպես, որ դուք անընդհատ վազքի մեջ չլինեք։ Ես հեսա դառնում եմ 40 տարեկան, այս 40 տարվա մեջ մաքսիմում մի 40 օր, միջինում տարին մի օր կյանքիս ընթացքում, որ ես այնքան ժամանակ չունենամ, որ չկարողանամ ոչ մի զանգի պատասխանել եւ իրոք վազքի մեջ լինեմ, ոչ մի բան չհասցնեմ։ Այդ վազքի մեջ լինելը, ոչինչ չհասցնելը 1000-ից 1 հանդիպող վիճակ է եղել իմ մոտ։ Եվ լուրջ պատճառներ են եղել այդ վիճակի համար։ Չգիտեմ, ուսանող ժամանակ քննությունների շրջանում նույնիսկ ես այդպիսի վիճակներ 1000-ից 1 եմ ունեցել։ Եթե դուք ժամանակ չունեք եւ չեք հասցնում, դա չի նշանակում, որ դուք լավն եք, որ դուք կարևոր եք։ Դա նշանակում է դուք չունեք ունակություն ձեր ժամանակը կառավարելու։ Դուք հասկանում եք, որ այն արդյունքը, ինչ որ դուք գրանցում եք 4 տարում, մարդիկ կան, որ գրանցում են 2 օրում, ու այդ մարդիկ ժամանակ ունեն։ Ոնց կարելի է սեփական դեբիլությամբ այդ աստիճան գլուխ գովալ։ Այդ նույն մարդիկ հետո դառնում են թոշակառու առավոտից իրիկուն ոչինչ բանով չեն զբաղվում, բայց էլի շարունակում են ժամանակ չունենալ։ Բայց անցնում է տարին, տարվա վրա անցնում է ու այդ մարդիկ զրոյական արդյունք ունեն։ Դառնում են 70 տարեկան, տնես կյանքում ոչ մի արդյունք չեն գրանցել։